Ակցիայի նպատակը հանրության լայն շրջանակներին տեղյակ պահել, որ Հայաստանի ժողովրդավար հանրապետությունում կան քաղբանտարկյալներ, հատկապես կա կին քաղբանտարկյալ, եւ մեր գլխավոր նպատակը առաջնային, որպեսզի չլինի այլևս կին քաղբանտարկյալ, ու մենք հասնելու ենք նրան, որպեսզի Լիդիա Մանթաշյանը գտնվի ազատության մեջ։ Լիդիա Մանթաշյանի հետ կապված սահմանափակումները դեռևս մնում են, իսկ առաջնային դեմքերի սահմանափակումները վերացվել են, կան մարդիկ, ում տնային կանանք են տվել, իսկ նա դեռևս շարունակում է մնալ առանձնատակ այս մասով չկասեք ինչի հետ է կապված։ Դուք հարցի պատասխանը արդեն տվեցիք, դրանից կարելի է ենթադրել, որ միանշանակ սա քաղաքական հետապնդումների հետևանք է, ոնց կարելի է մարդուն ահաբեկչության նախապատրաստման հոդվածով մեղադրանք առաջադրել ու մի քանի ամիս հետո կեսին բաց թողել ու ինչ-որ որոշումներից ելնելով կին քաղբանտարկյալին թողել անազատության մեջ։ Այն դեպքում, երբ Լիդիա Մանթաշյանը ուղղակի օրակրում ինչ-որ նշումներ էր արել, ոչ մի ահաբեկչություն այնտեղ չնկատվի։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ դա շինծու գործ է, շինծու մեղադրանք է, եւ այդ ծանրացուցիչ հոդվածը միտումնավոր են դրել Լիդիայի վրա, դրանով փորձելով ցավացնել Բագրատ Սրբազանին ու այն պայքարի ոգին այս հայ հասարակության մեջ հասցնել մինիմալի։ Ու ինչը այս քաղաքական իշխանության մոտ մինչև է ստացվել է, բայց մենք մեր պայքարը դեռ նոր ենք սկսում ու հասնելու ենք նրան, որ ժամանակի ընթացքում ամեն հայ իր մեջ ունենալու է այդ հաղթողի կերպարը եւ մենք մեր երկիրը ոչ թե տանելու ենք դեպի գոյության պայքար, այլ տանելու ենք գործոն լինելու։ Ձեր ակցիան շատ հետաքրքիր է, որովհետև բոլորով սպասում էին, որ կանանց իրավունքներով զբաղվողները պետք է այստեղ լինեն, այստեղ դռներ ջարդեն, այսպես ասած, բայց դուք եք այդ ակցիան իրականացնում 44-օրյա պատերազմի մասնակից լինելով։ Ես առավոտյան հայտարարեցի լրատվականներին, որ ստեղ կցանկանայինք տեսնել մարդու իրավունքների պաշտպանությունով զբաղվող կազմակերպություններին, ինչպես նաև ազգային ժողովի պատգամավորներին եւ հատկապես կին պատգամավորներին ու հանձնաժողովին մարդու իրավունքների պաշտպանության ազգային ժողովում գործող, որ դրանք ձևական բնույթ չկրեն ու եւ դատախազության գլխավոր դատախազն է կին եւ ՆԳՆ-ին է կին եւ արդարադատության նախարարն է կին ու այդ կանանցով փորձեն իրենց անկախությունը ցույց տան, ոչ թե համարվեն քաղաքական իշխանության խամաճիկները, այլ իրենք իրենց մեջ այնքան բարոյականություն գտնեն ու այնքան խիզախություն գտնեն, որ ցույց տան Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի կին քաղբանտարկյալ։ Ինչ եք կարծում ձեր թվարկածներից որևէ կներեք, ստեղ մի նրբություն ենք մոռանում, որ ամենակարևոր ասպեկտը իրեն է պատկանում, դա մարդու իրավունքների պաշտպանն է ու մարդու իրավունքների պաշտպանի բաց թողումներն են, այդ վատ աշխատանքը չի նկատվում, ավելի ճիշտ ոչ թե չի նկատվում, մենք ենք մոռացել ուղղակի այդպիսի կառույց կա թե չկա։ Հիմա այս իրենց համար տրամպլին կարող է հանդիսանալ, որպեսզի այս հանրության մեջ իրենք ցույց տան, որ կան դեռ շնչում են, գոյություն ունեն, ոչ թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերներն են կատարում։ Նաև չմոռանանք նշել, որ գլխավոր դատախազը նույնպես կին է եւ Լիդիա Մանթաշյանի հետ կապված գործը նրան կարծես չի հետաքրքրում։ Կին լինելով։ Այո, ես իմ խոսքի մեջ իրեն էլ նշեցի եւ բարոյական նորմերը իրենց պետք է ստիպի, որպեսզի իրենք գնան այն քայլին, Լիդիան հայտնվի ազատության մեջ, դա կլինի տնային կալանքով թե բաց կալանք, այդ արդեն մինչև իր, ասենց ասած, մեղադրանքը կամ կհաստատվի կամ կմերժվի, մինչև վճիռ կայացնելը պետք է Լիդիա Մանթաշյանը լինի դուրսը, չնայած նրան, որ մենք բոլորս գիտենք, ելի նշում, դա շինծու քրեական գործ է։